Բայց ես հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել օպերատիվ արձագանքի եւ այստեղ ներկա գտնվելու համար։ Մենք շատ բարձր ենք գնահատում լրատվամիջոցների մեր գործընկերների աջակցությունը, հատկապես այն գործընթացում, երբ մենք ամենօրյա, ամենժամյա ռեժիմով ստիպված ենք լինում անդրադառնալ իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական, հակաիրավական հետապնդումների գործընթացին եւ այս առումով շատ կարեւոր է լրատվամիջոցների աջակցությունը, որպեսզի հանրությունը եւս տեղյակ լինի բոլոր այս գործընթացների մասին։ Ինչպես գիտեք, նախօրեին ուշ գիշերով, այսպես մթության քողի տակ, գաղտագողի ծածուկ պայմաններում եւ հատելով օրինականության բոլոր սահմանները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Մենք իհարկե շատ լավ հասկանում ենք եւ մեր ամբողջ քաղաքական թիմը, հանրությունը, մեր գործընկերները բոլորը շատ լավ հասկանում են, որ սա ոչ այլ ինչ է, քան բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով արգելել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը մուտք գործել ազգային ժողով։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի եւ էական ազդեցություն եւ ներգործություն ընտրական գործընթացների վրա, ինչպես նաեւ ընտրությունների արդարությունը եւ թափանցիկությունը եւ ընդհանրապես լեգիտիմությունը վիճարկող գործընթաց է երեք տեղի ունեցել։ Ինչպես գիտեք, ընտրությունների օրվա ավարտից հետո, երբ այսպես հրաշագործ աճպարարությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին քվեարկած ընտրողների քվեները այսպես վարքյանների ճշգրտությամբ ավելանում եւ պակասում էին, դա նաեւ գիշերը հաշվարկի գործընթացի ընթացքում ժամանակահատվածում էր ակնհայտ, վաղ առավոտյան կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվային տվյալներով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հատում էր անցողիկ շեմը, այնուհետև րոպեների ճշգրտությամբ ըստ ամենայնի եւ ամենայն հավանականությամբ համապատասխան SMS-ի ստացումից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը։ Ամսի 7-ին հաջորդող օրերի ընթացքում մենք տարբեր ընտրատեղամասերում պահանջել ենք վերահաշվարկներ եւ իրականացրել ենք վերահաշվարկներ, մեր բողոքների հիման վրա իրականացվել է այդ գործընթացը եւ բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրված եւ հայտնաբերված անճշտությունների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երկու անգամ ավել չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը։ Եվ արդեն երեք ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը։ Անվավեր են ճանաչվել հատկապես այն երկու ընտրատեղամասերում արդյունքները, որտեղ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին բարձր ցուցանիշ է արձանագրել եւ նվազագույն հաշվարկի դեպքում ակնհայտ էր, որ մեր վերականգնած շուրջ 130 քվեների դիմաց, եթե նրանք անվավեր են ճանաչում 200-ից ավել քվե, ապա ավտոմատ կերպով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի հարված ժողովրդավարության, արդարության, լեգիտիմության բոլոր ընդունված եւ չընդունված նորմերին։ Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար, ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ։ Երեք գիշերվանից մեր բոլոր ընդդիմադիր գործընկերները, իրավաբանական հանրության ամենահեղինակավոր ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց լիակատար աջակցությունն ու օժանդակությունն են հայտնել ստեղծված այս իրավիճակի հետ կապված Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ինչի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին։ Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, որովհետև այս գործընթացը ճիշտ է, ուղղակիորեն ուղղված է Բարգավաճ Հայաստան կուսակցության դեմ, սակայն կասկածի տակ է դնում գլոբալ առումով ընտրությունների ամբողջ գործընթացը
գործընթացի լեգիտիմությունը եւ անդրադառնում է ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին քվետված մեր հայրենակիցների իրավունքի իրացման հարցը։ Իմ գործընկերները հաջորդաբար այժմ կներկայացնեն մեր անելիքները, մեր քայլերը իրավական գործընթացի մանրամասները եւ դրանից հետո բնականաբար մենք կպատասխանենք ձեր բոլորի հարցերին։ Պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ բոլորին հիշեցնել, օգտվելով ընձեռված հնարավորությունից եւ ուղիղ եթերի հնարավորությունից, մեր բոլոր հայրենակիցներին, մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ովքեր ում համար եւս վիճարկելի է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կայացված այս որոշումը եւ ովքեր իրենց բողոքի ձայնը ունեն արտահայտելու իրականացվող այս ամբողջ հակաօրինական գործընթացի հետ կապված, այսօր ժամը 13:00-ին լինել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որտեղ մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրաձայնելու այս ամենաթողության եւ այս բեսպրեդելի գործընթացի հետ կապված։ Սիրով խոսք ուզում եմ փոխանցել իմ գործընկերներից Էլինար Վարդանյանին։ Տիկին Վարդանյան։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ։